Արդյոք Հայաստանը դեպի Եվրոպա ու Եվրամիություն է գնում։ Երևանում էին եվրոպացի տասնյակ առաջնորդներ, եվրոպական տարբեր կառույցների ղեկավարները։ Հայաստանը նաև համաշխարհային մամուլի էջերում էր և էկրաններին օրեր շարունակ։ Պատճառը եվրոպական քաղաքական համայնքի ու Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովն էր։ Հենց այս միջոցառման շրջանակում ԵՄ արտաքին ներկայացուցիչ Կալասն ասաց. «Եվրոպական հեռանկարը սեղանին է և Հայաստանը ինքը կորոշի»։ Այս օրերին Երևանը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթղթեր։ Հայաստանի ու Եվրոպայի միջև միշտ էլ հատուկ կապ է եղել, նկատեց Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լայենը ու ասաց. «Հիմա երկիրն ավելի մոտ է Եվրոպային, քան երբևէ»։ Ու ընդհանրապես շեշտվեց Հայաստանի անկյունաքարային դերը։ Այս վիդեոյի սկզբում մենք հարցրինք. արդյոք Հայաստանը դեպի Եվրոպա ու Եվրամիություն է գնում։ Եվ այս հարցին պատասխանելու համար պիտի իմանանք, պատրաստվում է արդյոք Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել։ Առայժմ հստակ չգիտենք։ Այս մասին ոչ մի խոսք չեղավ հայկական կողմից։ Վարչապետ Փաշինյանը միայն ասաց. Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար։ Եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր։ Բայց որպեսզի Հայաստանին ԵՄ-ում ընդունեն, երկիրը նախ պետք է պաշտոնապես հայտ ներկայացնի։ Միայն հայտարարությունների հիման վրա Եվրոպայում չեն կարող անդամակցության հեռանկարը քննարկել։ Դա հենց իրենք, եվրոպացիներն են ասում։ Պաշտոնապես Երևանն առայժմ նախընտրում է և-ի, պաշտոնական լեզվով ասած բալանսավորման և բալանսավորված քաղաքականությունը։ Չի բացառվում, որ եվրոպացիներին հյուրընկալելուց օրեր անց, մայիսի 9-ին վարչապետը կրկին Մոսկվա գնա Ռուսաստանի նախագահի հրավերով։ Անցած տարի համենայն դեպս Փաշինյանը նախկին սովետական որոշ ղեկավարների, Սովետից դուրս Կոնգոյի, Զիմբաբվեի, Բրազիլիայի, Կուբայի ղեկավարների հետ կարմիր հրապարակում էր։